Փաշինյանն ու իր թիմը, իր նախարարները հերթական միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են իրար բաժանելու, սիրելի բարեկամներ։ Գումարն այս անգամ նույնիսկ ավելի մեծ է, քան աղմկահարույց առաջին որոշումը, որի հիմնական շահառուներն, ինչպես պարզվեց, հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Հետքն էլ պարզել էր, որ վարչապետ Փաշինյանն էլ ավելին է ստացել՝ 12 միլիոն դրամ։ Այս պարգևավճարները միայն անցած տարվա առաջին կեսի համար էին։ Մյուս 6 ամիսների գումարը կստանան առաջիկայում։ Ընդհանուր ֆոնդը 4.6 միլիարդ դրամ է։ Տարվա կտրվածքով նախարարի եկամուտը, ներառյալ նրանց հիմնական աշխատավարձը, շուրջ 28 միլիոն դրամ կկազմի, ամսական 2 միլիոն 300.000 դրամ կամ $6,000։ Եթե Սրփուի Գալյանի ամսական եկամուտները 2025-ի համար մեր հաշվարկի համաձայն պլյուս-մինուս 2 միլիոն 300.000 դրամ կազմեն, դա ըստ գնողունակությունը համեմատող հասանելի տարածված գործիքներից մեկի համարժեք կլինի Մադրիդում ծախսվող մոտ 9.000 եվրոին։ Իսկ Իսպանիայում նախարարները ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ 6.820 եվրո։ Իտալիայի այն նախարարները, որոնք падգամավորական մանդատ չունեն, նույնպես գնողունակության համեմատությամբ ավելի քիչ են ստանում, քան իրենց հայաստանցի գործընկերները։ Տեխնոկրատ նախարար է աշխատանքի և սոցիալական հարցերի գերատեսչության ղեկավար Մարինա Էլվիրա Կալդերոնեն։ Նա եւ մյուս տեխնոկրատները ըստ իտալական լրատվամիջոցների 9.200 եվրո աշխատավարձ են ստանում։ Իսկ իր հայ գործընկեր Արսեն Թորոսյանի եկամուտը, եթե դարձյալ այն պլյուս-մինուս $6,000 կազմի, համարժեք կլինի Հռոմում ծախսված մոտ 9.400 եվրոին։ Այսինքն Փաշինյանի կառավարության անդամները նաեւ իտալացի տեխնոկրատ նախարարներից ավելին կարող են ձեռք բերել։ Վարչապետ Փաշինյանի կաբինետի անդամներն իրենց եկամուտներով ընդամենը մի փոքր կզիջեն աշխարհի ամենաբարեկեցիկ պայմաններն ունեցող երկրներից մեկի՝ Շվեդիայի իրենց գործընկերներին։ Իսկ Շվեդիայում կենսաթոշակառուները ոչ թե պաշտոնյաներից մի քանի տասնյակ անգամ պակաս գումար են ստանում, ինչպես Հայաստանում, այլ ապրում են շատ ավելի բարեկեցիկ կյանքով, ստանալով ներկայիս փոխարժեքով $2,200։ Այսինքն գործ ունենք օրինականացված կոռուպցիայի հետ։ Փաստորեն եվրոպական աշխատավարձեր քարանձավային սոցիալական ապահովության պայմաններում։ Պաշտոնյաներն իրենց միլիոնանոց պարգևավճարները հիմնավորում են կառավարման եվրոպական ստանդարտներին ձգտելով, իբր կոռուպցիա չկա, բայց ճշմարտությունն այն է, որ նրանք Եվրոպան կառուցում են միայն իրենց համար։ Թոշակառուն Հայաստանում ապրում է 150 եվրոյով կամ դոլարով, երբ այնտեղ 2500 է մինչև հասնում թոշակը, սա ամենևին քաղաքակիրթ աշխարհին ինտեգրում չէ։ Սա տնտեսական ապարտեիդ է, որտեղ վերնախարվն ապրում է 21-րդ դարում, իսկ ժողովուրդը լքված է գոյատևելու նախորդ դարի պայմաններում եւ փշրանքներով։ Զարգացած երկրներում պարգևավճարն արտառոց ձեռքբերումների արդյունք է։ Դա արված լավ աշխատանքի գնահատական է, իսկ մեզ մոտ պարգևավճարները վերածվել են ինքնահարստացման պարտադիր ամենամսյա ծիսակարգի, բյուջեի թալանի։ Ինչպես կարելի է դեֆիցիտային բյուջե ունեցող երկրում, հսկայական պարտքեր կուտակող երկրում սեփական անձին նշանակել բոնուսներ, որոնք գերազանցում են արևմտյան թոփ մենեջերների եկամուտները։ Սա աշխատանքի խթանում չէ, սիրելի բարեկամներ։ Սա պետական մակարդակով իրականացվող թալան է քողարկված բյուրոկրատական ընթացակարգերով եւ տարբեր արդարացումներով։ Ինդեքսավորման ցինիզմը 10,000 դրամ ընդամենը թոշակի բարձրացումը դա ողորմություն է, դա հոգատարություն չէ ծերերի եւ սեփական ժողովրդի նկատմամբ, դա նույնիսկ վիրավորանք է, հատկապես այն գնաճի ֆոնին, երբ մեկ շաբաթվա ընթացքում ուտում է թոշակառուի զամբյուղի մթերքները, նման աճը, 10,000 դրամով, ընդամենը ծաղր է։ Մինչ էլիտա միլիոնանոց չեկեր է գրում իր համար աշխատանքի ինտենսիվության դիմաց իբր։ Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ կառուցել են այս երկիրը, ստանում են ընդամենը հավելում, որով հնարավոր չէ գնել նույնիսկ մեկ տուփ դեղորայք։ Ուրեմն արձանագրենք, քաղաքացիական պայմանագիր կոչված արդեն խզված է, սիրելի բարեկամներ։ Խզել է դա հենց Նիկոլ Փաշինյանը իր թիմով։ Իշխանությունը ոչ թե ծառա է, այլ բաժնետեր, ժողովրդավարությունը, բայց ենթադրում է, որ նախարարները վարձու մենեջերներ են, այլ ոչ թե ակցիաներներ։ Երբ նրանց եկամուտները տասնյակ անգամներով կտրվում է երկրի միջին ցուցանիշից եւ սկսում են մրցակցել Եվրամիության աշխատավարձերի հետ, երբ ժողովուրդը ապրում է չքավորության մեջ, ապա նրանք դադարում են զգալ կապը իրականության հետ, նրանք կտրվել են իրականությունից։ Նրանք դարձել են պետության բաժնետեր, շահաբաժին են ձեռք բերում պարգևավճարների տեսքով, իսկ ժողովրդին թողնում փշրանքներ, հույսով թե լավ է լինելու, թե ապագա կա։ Եվ սրա ցինիզմն ինչն է, որ դա ներկայացվում է որպես եվրոպական ինտեգրում։ Բայց ինչու չեն պատճենում պատասխանատվության եվրոպական չափանիշը, եվրոպական համակարգը, սոցիալական պատասխանատվության, օրինակ պրոգրեսիվ հարկերը, սոցիալական պաշտպանության մակարդակը,
Մենք ստացել ենք վատագույն հիբրիդը, իշխանության արևմտյան ախորժակը, հարկատուների առջև արևմտյան պատասխանատվության իսպառ բացակայության պայմաններում։ Հետևաբար եզրակացնենք, երբ կենսաթոշակը 20 անգամ պակաս է նախարարական պարգևավճարից, դա տնտեսության ճգնաժամ չէ, դա խղճի ճգնաժամ է։ Այն երկրում, որտեղ Պաշտոնյան ավելի թանկ արժե, քան հազարավոր թոշակառուներ, այդտեղ ապագա չկա կամ միայն մի կաստայի, արտոնյալ կաստայի իշխանություն մյուսների նոքերության հաշվին։